Ես Գրիգոր Զոհրաբն եմ, հայ գրող, հրապարակախոս և իրավաբան, Թուրքիայի խորհրդարանի անդամ։ Իմ գրիչն ու խոսքերը սուրից սուր էին։ Ես արդարություն էի պահանջում, երբ իմ ժողովուրդը սպանվում էր իմ աչքերի առաջ։ Ես դատարանում պաշտպանում էի անմեղներին, բացահայտում էի Սուլթան Աբդուլհամիդի քաղաքականությունը։ Առաջինն էի, որ պաշտպանում էի Դրեյֆուսի վերականգնումը, և երբեք ոչ մի դատ չեմ պարտվել։ Նույնիսկ իմ թշնամիները հարգում էին ինձ, բայց դահիճների հարգանքը անարժեք է նրանց արյան ծարավի համեմատ։ Ես մինչև վերջ պաշտպանեցի հայերին։ Երբ 15 թվականին սկսվեցին կոտորումները, ես կատաղի պահանջեցի դադարեցնել ձերբակալություններն ու վայրագությունները, բայց իմ ձայնը խորհրդարանում չլսվեց։ Ինձ գերի վերցրին Սիրիայի անապատ տանող ճանապարհին և դաժանորեն սպանեցին։ Այսօր ներկայիս Հայաստանի իշխանությունները փորձում են ստիպել ժողովրդին մոռանալ ցեղասպանությունը։ Նրանք այն անվանում են առասպել, բանակցողների գործ։ Բայց դուք ճշմարտությունը չեք թաղի ավազի մեջ։ Ցեղասպանությունը մոռանալը նշանակում է ջնջել իմ կյանքը, իմ պայքարը և իմ զոհված հայրենակիցների հիշատակը։ Ես աղաչում եմ ձեզ, քանի դեռ հայ խոսքը խոսվում է, քանի դեռ մեկ հայ շնչում է, մենք պետք է հիշենք։ Եվ մենք թույլ չենք տա որևէ մեկին ջնջել մեր պատմությունը, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում։